Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Ողջույն սիրելիներ, համեղ կիրակին է եթերում, իսկ իմ հյուրն է այսօր Ժաննան։ Իսկ ով է Ժաննան, մենք կհասկանանք ընթացքում։ Բարև Ժաննա։ Ողջույն Լիկա։ Ինչպե՞ս ես։ Հրաշալի։ Այսօր գիտես ինչ ենք պատրաստելու։ Անհամբեր սպասում եմ։ Լավ, արի պատրաստվենք, ես քեզ ընթացքում կբացատրեմ ինչ համեղ ուտեստ ենք անելու, հա։ Հրաշալի։ Դե սկսեցինք։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Եվ այսպես Ժաննա, մենք պատրաստելու ենք բրինձով եւ սաղմոնով ուտեստ, շատ հետաքրքիր ուտեստ է լինելու, եւ դու պետք է ինձ օգնես, առաջին քայլը որ պետք է անես, կտրատելու ես սոխը, խնդրեմ։ Բայց ես չեմ ուզում սոխը կտրատել։ Ինչու՞։ Դե հոտ է գալիս, հոտ է կպնում։ Իսկ ուր ես գնալու դու։ Աշխատանքի։ Ահա, այ եթե շատ մարդիկ հասկանային, որ աշխատանքի գնալուց սոխ չեն ուտում կամ սոխոտ հոտերով այո, չեն ներկայանում, շատ լավ կլիներ, բայց մեկը լավ, ես մեզնից պիտի այսօր արի ձեռնոցակի խնդրում եմ։ Կզիչեմ ձեզ, Լիկա ջան։ Ես էլ ունեմ իմ պատճառները անկեղծ ասած։ Ես էլ չեմ։ Սոխը չկտրելու։ Այո, սոխը չկտրելու։ Նախ հիմա Ես հասկացա, դուք փաստորեն ամենաբարդ գործերը, հոտավետ գործերը ես կասեի, տալիս եք հյուրերին, որ դուք տենց մաքուր ձեռքերով, լավ, ես ձեզ հասկացա, ահա Լիկա թե ջան։ ինչու ենք մենք այսօր ձեզ հրավիրել։ Ժաննա ջան, մասնագիտությամբ Դերասանուհի։ դերասանուհի։ Ես էլ եմ դերասանուհի։ Հրաշալի։ Իսկ ինչ դերասանուհի։ Թատրոնի եւ կինոյի։ Թատրոնի։ Որ թատրոնի։ Համազգային։ Հետաքրքրեց ինձ մի րոպե։ Այս ուտելիքները մի կողմ։ Հա, մի քիչ զրուցենք էլի, Լիկա ջան, թե չէ, այս Ժաննա ջան, ուտելիքները։ իսկ անցնենք դուի։ Անցնենք։ Անցնենք դու սոխը կտրատի ամեն դեպքում։ Ամեն դեպքում ես ուզում եմ ճողոպրել եւ սոխը չկտրատել, բայց ոնց հասկացա, Դու տարբերակ չունեմ։ Եթե դու արդեն իմ Իսկ, ձեռքերում ես, դու պիտի դա անես։ Լավ, շատ լավ, եկեք հարցերս մի անգամից տամ։ Մանր։ Ժաննա ջան, ինչ դերեր ես խաղացել կամ խաղում։ Տեսեք, ես վերջին մոտ 1 տարվա կտրվածքով ավելի շատ զբաղվում եմ ալտերնատիվ թատրոնով, այսպես ասած, զբաղվում եմ ժամանակակից թատրոնով եւ եթե լինեմ շատ ազնիվ, ապա պիտի ասեմ, որ 2021-2026 թվականին 21-րդ դարում ինձ ավելի հետաքրքիր է զբաղվել ալտերնատիվ թատրոնով, քան այն թատրոնով, որով զբաղվել եմ տարիներ շարունակ։ Այնպես որ ժամանակները փոխվում են եւ մենք պետքա քայլենք ժամանակին համընթաց։ Հասկանալի է, իսկ ինչ է նշանակում ալտերնատիվ թատրոն։ Ալտերնատիվ թատրոն ասվածը այն է, երբ որ դու ոչ թե ներկայացումը բեմադրում ես հստակ որևէ պիեսի հիմքով, օրինակ վերցրել ենք Շեքսպիր, հա, Օթելլոն ենք բեմադրում, այլ դերասանները, ռեժիսորը միահամուռ ջանքերով կարողանում են խոսել մի թեմայից եւ իրենք են ստեղծում, հա, սցենարը իրենք են ստեղծում կամ իրենք մտածում են թեմայի մասին եւ սցենարիստները գրում են սցենարը եւ արդեն պատրաստի ներկայացնում դերասաններին։ Ամբողջը տեղի է ունենում համատեղ աշխատանքի շնորհիվ, այսպես ասած, ստեղծագործական մասը շատ մեծ է, լայն է, քեզ հնարավորություն է տալիս մտածել շատ մեծ, մտածել շատ լայն եւ չվախենալ դրանից։ Հասկացա, բայց ես մի մտավախություն ունեմ, արդյոք թատրոնը այսպես չի կամաց վերանա, եթե երիտասարդները մտածում են արդեն ոչ թե Շեքսպիր բեմադրեն, այլ նստեն բոլորը միասին սցենար կառուցեն եւ բեմադրեն։ Չի վերանա, վստահեցնում եմ, Լիկա ջան, հատկապես Հայաստանում, ես վստահեցնում եմ, որ դեռ տարիներ շարունակ մենք ներկա ենք լինելու դասական թատրոնի ներկայացումներին։ Իսկ որևիցե մի դասական ներկայացման մեջ խաղացել ես։ Չեմ խաղացել դասականների ներկայացումներում։ Չես խաղացել։ Ոչ։ Օրինակ ես խաղացել եմ միայն, եթե վերցնենք Շեքսպիրին, ապա 3 կերպարները խաղացել եմ՝ Ջուլիետ, Օֆելիա եւ Լեդի Մակբեթ։ Վաու։ Բա։ Իսկ որ թատրոնում։ Դրամատիկական։ Դա որ տարիներին էր, Լիկա։ 1992 թվականից։ Երբ դու դեռ ծնված չէի, Ժաննա ջան, հասկացա, ես իսկապես դեռ ծնված չէի 1992-ին։ Իսկ ես արդեն թատրոնում դերասանուհի, այո, Ջուլիետ էի խաղում։
Ես կարող եմ իմ մատանին հանել, որովհետև ինձ մի փոքր նեղություն է տալիս։ Նայած ինչ մատանի է, եթե նշանի մատանի է, մի հանի, դիմացի, որովհետև եթե դու պիտի ամուսնու դիմանաս մատանի ցավը, քեզ պիտի ոչինչ չանի։ Այո, Լիկա ջան, բայց ոչ, սա բարեբախտաբար ամուսնական մատանին չէր։ Այնպես որ ես կշարունակեմ սող կտրելը։ Տես, նաև երիտասարդները հենց այդպես են մտածում, նաև ամուսնությունը կարծես մի տեսակ վախենալու է, թերագնահատում են, վախենում են, ինչ որ մի բան փոխվել է այս աշխարհում, շատ բան է փոխվել, ու ուրա գնալու այս ամեն ինչը ես չգիտեմ, իսկ եթե մի օր գա, որ առհասարակ մարդիկ որոշեն այլևս չամուսնանան, ինչ կլինի։ Այդ ընտանիք հարաբերությունը, այն որ մենք տեսել ենք տատիկը, պապիկը, ջեր, մաման, պապան, հա, դա եթե վերանա շատ ցավալի է լինել։ Բայց կարծում ես կվերանա, Լիկա։ Ես կարծում եմ շատ բան է վերանալու։ Ես մի քիչ կարողանում եմ առաջ տեսնել։ Հա։ Հա, Դա ինչ ունակություն է։ Դա ունակություն չի, ես մանկուց կարողացել եմ ապագան, չգիտեմ, ոչ թե տեսիլքներ են կամ ինչ են, ես միշտ պատկերացրել եմ, եթե հիմա այսպես է, ուրեմն հետո այսպես է լինելու։ Հա, հասկացա։ Լոգիկայով։ Եվ հիմա ինչ ես տեսնում, Լիկա։ Ինչ եմ տեսնում, ես շատ որ աշխարհը շատ վատ տեղ է գնում։ Չէ, շատ վատ տեղ չի գնում, շատ հետաքրքիր տեղ է գնում, բայց այն ավանդույթները, որ եղել են ժամանակին, որը հիմա դեռ կան, ցավոք ինչ որ բաներ իսկապես վերանալու են, նույն հենց ամուսնությունն է կամաց հետ նահանջ ապրում դառնալու է, եւ այն ժամանակ մենք չամուսնացած մարդկանց էինք այլ կերպ վերաբերում։ Հիմա հակառակն է լինելու, վայ ամուսնացած է, հասկանում եք ինչ է լինելու, դա իհարկե 30-40 տարի հետո հիմա գրելու են, ես ինչ է խոսում, 30-40 տարի Աստվածտա 90 տարի ապրեք, 30-40 տարի հետո մեր YouTube-յան ալիքը կվերադառնաք, այս հաղորդումը կնայեք եւ կտեսնեք։ Բայց եկեք ազնվության համար ասենք, որ տեսեք, էլի ես Լիկան ինձ գործի ա դրել, ինքը ինչ որ ապագայից է խոսում, չգիտեմ, բայց ինձ աշխատացնում է, իսկ ինքը նկատես, բավական է։ Բավական, հրաշալի։ Այո, ես իմ հյուրերին խոսացնում եմ, որ այս պահը չնկատեն ինչպես է անցնում։ Ուրեմն, այստեղ ինձ մոտ ջուր է։ Իսկ մանր եմ կտրտել։ Մի հատ էլ վերջում կարող եմ պրոֆեսիոնալ, իբր պրոֆեսիոնալ խոհարար եմ, էլի մամաս տեսնի կզարմանա։ Մամ։ Ուրեմն սաղմոնը դրել ենք ջրի մեջ, մի քիչ ավելի ուշ կավելացնեմ աղը։ Դա ինչ է։ Սա ձուկ է։ Չէ, սաղմոնը գիտեմ որ ձուկ է, ես մտածեցի ուղղակի սառը ջրի մեջ եք դրել, բայց ոչ։ Սառը ջրի մեջ դրել ենք դրել, սառը ջրի մեջ, որ եփի։ Մի քիչ, շատ քիչ խաշում ենք։ Մեզ այստեղից հարկավոր է իր բուլյոնը։ Ընդամենը։ Չէ, սաղմոնն էլ է հարկավոր, բայց բուլյոնը մեզ պետք է։ Ես էլ մտածեցի ինչ լավ է, սաղմոնը ես կուտեմ, բայց լավ հասկացա։ Օգտագործելու ենք ամեն ինչ մառանիկի, որովհետև մառանիկի որակը բարձր է եւ մեր ուտեստը պետք է լինի ամենահամեղը, ճիշտ է։ Ես գիտեմ, որ ամենալավ բրինձը համարվում է այն երկարավուն բասմաթի, չէ՞, սխալ գիտեմ։ Տարբեր բրինձ կա։ Եվ նայած ես միայն դա գիտեմ։ Ես միայն դա եմ գնում։ Հա, ես գնում եմ խանութ, ասում եմ ինձ տվեք այդ բրինձը։ Ես օրինակ ժասմին տարբերակն եմ շատ սիրում։ Ահա։ Եվ նաև ինչով է բայց առանձնանում այդ ժասմինը։ Իր գույնով, իր որակով, իր սորտով։ Սենց հատիկ-հատիկ է մնում եփելուց հետո։ Նայած եք ինչպես եփես, եթե շատ ջրով եփես, չէ, հատիկ-հատիկ չի մնա, եթե քիչ ջրով եփես, այո։ Մենք հիմա այնպես ենք եփելու, որ մի տեսակ կպչուն լինի եւ չենք լվանալու, որպեսզի բրինձի կրախմալը նաև այստեղ օգտագործվի։ Որպես այդպես մի տեսակ կպչուն բրինձ լինի։ Այ տեսեք ինչ գաղտնիքներ գիտի Լիկան։ Եվ մենք ունենք տեսա զանգ Ամանդան։ Ծանոթ եք Ամանդայի հետ։ Չէ։ Ոնց չէ, պաստորեն մեր հաղորդումը Ժաննան չի դիտում։ Ողջույն Ամանդա։ Ողջույն Լիկա ջան, Ժանա ջան, ո՞նց եք։ Հա, իմացա Ամանդային, հա, ո՞նց չէ։ Մեր գերեզմանի Ամանդան է։ Մենք շատ լավ ենք։ Դուք ինչպես եք։ Ճիշտն ասած, մի քիչ հոգնած եմ, առավոտից վազքի մեջ էի, տնացի բանկ, դիմում գրեցի, որ թոշակս քարտով ստանամ։ Նստած մտածում էի, բա որ չկարողանամ օգտվել քարտից, բա որ քարտս կորցնեմ, Հետ այդ մտքերի մեջ էի, երբ տեսած է Շանթի եթերում։
Դե լավ, շատ խոսեցի։ Դուք պատրաստ եք, ես պատմեմ Մարանիկի մասին։ Մարանիկն առաջարկում է ձավարեղենի և համեմունքների հարուստ տեսատանի, ավանդական և հազվագյուտ տեսակներով, այդ թվում մեր բոլորիս շատ սիրելի զիպ հավաքածուն։ Զիպ բականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մարանիկն ունի համեմունքներ նաև ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց համն ու որակը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Շատ բարի, շնորհակալություն։ Այսինքն խոհանոցում կյանք չկա առանց Մարանիկ։ Մենք այդ ամեն ինչը հասկացանք։ Հիմա կարագը հալեցնում ենք։ Ես այդպես էլ չսովորեցի այստեղ Ես կարող եմ փորձել օգնել։ Արի, այսա է պետք։ Հիմա իմ աստեղային ժամն է։ Գազ չունենք։ Գազ ունենք։ Միացնելու ձևը չգիտենք։ Րոպե։ Բրես, հիմա մինչև վերջ պատատենք, ցածր կրակի տակ կարագը թող հալվի։ Շնորհակալություն, կարիք չկա, Լիկա ջան։ Չկա։ Նամներ։ Իսկ ես երևի արդեն բավական է, իսկապես բավական է։ Որտեվ այսօր դու կարող ես միայն այստեղ սոխի հոտ կգա։ կոտրել ձուն, այսինքն մեր գործողությունները հիմա կարող են մի քիչ դադարել, մենք հիմա մի քիչ կշփվենք, որովհետև մենք պետք է սոխը տապակենք, սոխի մեջ ավելացնենք բրինձը, գազարը, հետո։ Սոխի մեջ։ Եվ արդեն երբ որ կիսախաշված վիճակում կլինի, այստեղից մեզ պետք է բուլյոնը, որպեսզի ավելացնենք բրինձի մեջ։ Այդ ընթացքում Ժաննա ջան, անցնենք նորից վերադառնանք թատրոն կամ կինո։ Կինոներում խաղացել ես։ Խաղացել եմ մեկ ֆիլմում եւ խաղացել եմ կարճամետրաժ ֆիլմերում դեռ ուսանող տարիներից։ Ես շատ բարի եմ, ուղղակի բոլոր ուսանողների ֆիլմերում նկարահանվում էի։ Դա ճիշտ է։ Դե մտածում էի բարի բան եմ անում, բարի գործ եմ անում։ Իհարկե, բարի գործ ես արել, ես էլ եմ օրինակ ներկայացում կարճ խաղացել ուսանողների բեմադրության մեջ, դա որպեսզի իրենց դիպլոմային աշխատանքը հանձնեն։ Այո։ Որովհետև մի օր քեզ պետք կգա, իրանք քեզ կօգնեն։ Ճիշտն ասած դեռ պետք չի եկել, ցավոք։ Բայց հուսամ այդ օրը կգա, Լիկա ջան։ Կգա, իհարկե։ Իսկ դու ինչ ես ավարտել, հենց դերասանական։ Ես ավարտել եմ ռեժիսորա-դերասանական կուրս, կուրսում կային նաև ռեժիսորներ եւ ես դերասան էի, բայց ասեմ, որ շատ օգտակար էր ռեժիսորա-դերասանական կուրսում գտնվելը։ Հա։ Որովհետեւ դերասաններին դերասանը, եթե մի քիչ ոնց ասեմ, որ եթերային լինի։ Հանգիստ ոնց ուզում ես ասա։ Եթե մի քիչ քթի ծակ ունենա։ Այո։ Հենց այդպես Ուրիշ բառ չկա դրան համապատասխան։ Ախր Ժաննա ջան, մենք այստեղ ես մեր տաղավարում այնքան ազատ ու հանգիստ ենք։ Հա, դե լավ, ուրեմն ազատ ու հանգիստ խոսեմ։ Ինչ քո մտքով անցնում է, ասես, որովհետև մենք մեծ խնդրանք ունենք, որպեսզի մեզ դիտողները մեր YouTube-յան ալիքում միայն գրեն դրականը, միայն եւ միայն դրականը։ Այն բացասականը, եթե sense պահի տակ գալիս է ու ուզում եք գրեք այդ պահին, մի վարքյան խորը շունչ, արտաշունչ ու մի բաժակ սուրճ, ամեն ինչ կանցնի։ Լրիվ համամիտ եմ։ Չէ՞։ Այո, իհարկե, դրականը միշտ կմնա, իսկ բացասականը դե բացասականը տհաճ է բոլորին։ Իսկ մարդիկ, ովքեր ուզում են քո տրամադրությունը գցել, քեզ վատ անել, այդ դեպքում գրում են բացասական կոմենտ եւ չգիտեմ, արդյոք նրանք գիտակցում են թե ոչ։ Սոխը մինչև վերջ չենք կարմրացնում։ Եվ այստեղ հենց այսպես ավելացնում ենք անպայման Մարանիկի բրինձը, որպեսզի համեղ լինի։ Հետո չպատրաստեք, ասեք Լիկա ջան, այդքան էլ համեղ չէր։ Եթե ասեք համեղ չէր, ապա ես կասեմ, որովհետև բրինձը Մարանիկ չէր։ Ահա, տապակում ենք, տեսել եք բրինձը որ տապակում են։ Այո, ես ինքս այդպես անում եմ։ Ես օրինակ չէի տեսել։ Այստեղ եմ առաջին անգամ տեսել այս հաղորդման շրջանակներում։ Ես տանը պատրաստում եմ, Լիկա ջան, ինձ տենց մի նայեք դուք։ Այո, իհարկե։ Ինչ ես պատրաստում։ Ուտելիք։ Ծվաձեղ։ Չէ, ծվաձեղ եմ պատրաստում։ Տապակած կարտոֆիլ։ Տապակած կարտոֆիլ, ժարիտ, տոլմա։ Տոլմա։ Ճաշիկներ, տարբեր։ Բլինչիկ։ Ես ամեն ինչ իրականում կարողանում եմ անել։ Դե արի ես քեզ հարց տամ։ Տոլման պատրաստելիս միսը
ինչ են անում, որ լինի շատ համեղ։ Ֆարշը։ Ֆարշը ինչ են անում։ Հա, ինչ են ավելացնում։ Հա, հատուկ բան կա, որ ավելացնում են։ Ես իմ ռեցեպտը կարող եմ ասել։ Իմ բաղադրատոմսը շատ ու լիքը տարբեր համեմունքներ ու փաթաթելուց առաջ անպայման մի քիչ ավելի շատ ջուր, որ เป զի ինքը փափուկ լինի, նյութը փափուկ լինի։ Իսկ սառը ջուր, թե տաք ջուր։ Գոլ ջուր։ Եվ որպեսզի էփվելուց հետո խտանումա չէ, զանգվածը, որպեսզի էփվելուց հետո խտանա ու տենց չոր չլինի միսը, այլ լինի ավելի փափուկ, որ դնես բերանդ եւ հալվի տորման։ Ես քեզ հիմա կասեմ գաղտնիքը, որը իմ տատիկից է։ Ուրեմն սոխը, միսը պիտի լինեն հավասար։ Հա, եթե 1 կիլո միս է, 1 կիլո պիտի սոխ լինի։ Սարսափելի է թվում, բայց իսկապես գաղտնիքը հենց այդտեղ է եւ միսը լինում է փափուկ։ Եվ շատ ավելի համեղ։ Այսինքն 1 կիլոգրամ սոխը պիտի աղանք եւ ավելացնենք 1 կիլոգրամ մսի։ Աչքա չափով էս նայում, միսը այսքան սոխ։ Կարող ես չկշռել։ Հա, այդ դեպքում ինձ թվում է սոխը ավելի քիչ կլինի գրամով, քան միսը։ Այդ ես չեմ կշռել, չեմ կարող ասել։ Լավ, այդ մամայիս կասեմ կանի լիկա ջան, հա, ես ուղղակի ժամանակ տոլման ինքը չէր պատրաստում, հասկացաք չէ, մաման է պատրաստում, ինք ասում։ Չէ, ես էլ եմ պատրաստել, լիկա ջան։ Չէ, ազնվորեն ասում եմ, ես կարողանում եմ պատրաստել, ուղղակի ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում հաճախ լինել խոհանոցում եւ նույնիսկ վերջերս բացահայտել եմ, որ այնքան քիչ եմ լինում, որ ուտելիքները, որոնք պատրաստել եմ նախկինում, հիմա մոռացել եմ ոնց էի դրանք պատրաստում։ Ասում եմ, բայց մի րոպե, ինչ պիտի ավելացնեի կամ ոնց պիտի անեի, ուղղակի չեմ հասցնում։ Այդպես է, եւ զուտ ժամանակի առումով, բայց այ հիմա համեղ բաներից խոսեցինք, Ժաննա, ես քեզ ուզում եմ այնպիսի մի բան հյուրասիրել, որ վստահ եմ դու երբեք նման բան չես կերել։ Տես։ Չէ, իսկապես եմ ասում, ոչ թե գովազդային բառեր են, այ իսկապես դու այսպեսի յոգուրտ փակվեց տես երբեք չես կերել։ Ինչ իմացաք, որ ես այս հատապտուղներով կսիրեմ։ Ես ամեն ինչ գիտեմ, ասել եմ, ես նաև ապագան գիտեմ ինչ է լինելու։ Իսկ ես մի գաղտնիք բացեմ։ Հա։ Ես օգտվում եմ Միլկինի բոլոր կատնամթերքներից։ Լուրջ։ Այո։ Չստացվեց։ 3 գնումներ եմ կատարել։ Չստացվեց։ Իսկ մենք ունենք։ Չստացվեց զարմացնել։ Այո։ Հիմա ես կարող եմ ուտել սա կադրով։ Հանգիստ կարող ես ուտել, հիմա ես էլ քեզ կմիանամ, այստեղ հաճելի բույրեր են, բայց մենք ունենք տեսազանգ, մեզ Պամելան է զանգում, տես գեղեցկուհի Պամելայի հետ ծանոթ էի։ Պամելա։ Ոչ։ Չէ, ծանոթացեք Պամելա ջան, Ժաննան դերասանուհի է։ Բարև ձեզ, տաղանդավոր գեղեցկուհիներ։ Ինչպես ասում է իմ սիրելի Լիկան, դուք բացեցիք Միլկինը եւ եկավ Պամելա անունով տիկինը։ Ողջույն Ժաննա ջան, ուրախ եմ ծանոթանալու համար։ Ողջույն։ Դե դուք վայելեք ամենահամեղ հատապտղային յոգուրտը, իսկ ես պատմեմ Միլկինի մասին։ Կարևորելով ձեր առողջությունը, Միլկինն արտադրում է բացառապես անարատ եւ թարմ կատնամթերք, հայկական արտադրանք առանց կոնսերվանտների եւ գլյուտենի, ապահովում է ձեր օրգանիզմի եւ հատկապես աղիների առողջ գործունեությունը։ Ես սիրում եմ Միլկինը, հատկապես յոգուրտների հատապտղային միքսերը, տարբեր համեր, տարբեր էմոցիաներ, վաճառվում է ամենուր։ Միլկին, առողջ ընտրություն, առողջ օրվա համար։ Շատ հաճելի է, շնորհակալ եմ։ Ահա։ Հիմա ես այստեղից, տես արդեն պատրաստ էր, հեռացրեցի կրակի վրայից։ Բայց ոնց որ սոխը մի քիչ ավելի շատ կարմրեց, թե։ Չէ, լավ է, սոխը միասին, անպայման։ Ես կարող եմ օգնել։ Հիմա քիչ ենք ավելացնում սաղմոնը, ես անջատեմ, ամեն դեպքում արդեն կարծես պատրաստ է։ Լավ, եկեք ես։ Կիսաեփված վիճակում, որպեսզի կարողանան կտրատել։ Հիմա ես Ինչ սիրուն է։ շատ սիրուն է գույները։ Մի քիչ հիմա կամաց կավելացնենք այս բուլյոնչիկից, հա։ Բուլյոնը հայերեն բառոն էր։ Արգանակ։ Արգանակից կավելացնենք, երբ որ զգում ես արդեն չկա, նորից ավելացնում ես, բայց ամբողջը չէ։ Կամաց։ Իսկ մի հարց տամ էլի Լիկա ջան։ Միսը եփելուց վրան այդ շերտը որ բռնում է, մենք առանձնացնում ենք, չէ՞, դա թափում ենք։ Ձկան դեպքում էլ է դա այդպես։ Այ, անպայման։ Մարդիկ կան, որ չեն հեռացնում, բայց մարդիկ կան, որ հեռացնում են։ Ես օրինակ հեռացնում եմ, բայց այստեղ
ոչ թե գրեթե չկա։ Չկա, սա հենց իր մասնիկներն են։ Հիմա սա ես անում եմ։ Ինչ պիտի անեմ։ Դնում եմ առայժմ այստեղ։ Так, հիմա ավելացնենք փակենք կափարիչը, որպեսզի հասցնի եփվի եւ այստեղ հիմա արդեն կարող ենք ավելացնել գազարը։ Ժաննա ջան, իսկ հիմա դու հիշեցիր մենք ինչ արեցինք։ Գործողությունները։ Այո։ Խնդրում եմ։ Ինչ տիպողաբար դու կտրատել տվեցիր սոխը։ Դա շատ լավ հիշում ես։ Իհարկե, ինչպես մոռանամ։ Սոխը տապակեցինք շատ քիչ։ Չկարմերացրեցինք, այո։ Միանգամից լցրեցինք մառանիկի բրինձը, չեմ հիշում որ տեսակը։ Ժասմին տեսակը։ Ժասմին տեսակը, այո։ Դա եւս տապակեցինք, ավելացրեցինք սաղմոնի արգանակը, խառնեցինք եւ հրաշալի։ Եվ այսքանը դե։ Հրաշալի։ Եվ հաջորդ քայլով ես կուտեմ ուղակի այս։ Ժաննա, մի հարց տամ քեզ։ Տեքստերդ միշտ հեշտ ես հիշում։ Հա։ Եթե կա արդեն պատրաստի տեքստը, ես շատ հեշտորեն, հեշտությամբ հիշում եմ, Իսկ այդ վախը դերասանները սովորաբար այդ վախը ունենում են հանկարծ բեմի վրա չմոռանան տեքստ։ Լինում է քեզ այդ։ Մի դեպք պատմեմ։ Մի քանի ամիս առաջ խաղում էի ներկայացում, բավական մեծ մոնոլոգ էր։ Մոնոլոգի կեսից ուղղակի ամեն ինչ չքվեց, բայց դա եզակի դեպք էր այս 10 քանի տարիների ընթացքում, որ տեղի ունեցավ ինձ հետ։ Ես ուղղակի նստած էի բեմի վրա, խաղընկերներս նայում էին ինձ ու իրենք հասկացան, որ ես չեմ հիշում տեքստը, հետևում գնում էին տիտրեր, ռեժիսորը այնտեղ խառնեց, որովհետև ես տեքստը խառնեցի ու ուղղակի ամբողջությամբ սպիտակ թուղթ էր։ Ոչինչ չկար ուղեղում, ոչինչ։ Ինչ որ բառեր էին գալիս, ու ես նստած այդ պահին, հանդիսատեսը դիմացս նստած, ես նստած մտածում էի, ինչ կատարվեց էլի իմ հետ։ Սարսափելի բան է։ Չէ, բայց սարսափելի չէր, ասեմ ինչի, որովհետև ներկայացման ֆորմատը թույլ էր տալիս։ Թույլ էր տալիս, որ ես ուղղակի ասեմ, ես մոռացա տեքստս։ Լուրջ։ Հա, հետո հանդիսատեսը չէր հավատում, որ դա իսկապես այդպես է եղել, ինքը մտածում էր դա բեմադրված է, բոլորն ինձ ասում էին Ժան, բայց իսկապես չէ, հաստատ բեմադրված էր, ասում եմ, հա, իհարկե բեմադրված էր, բայց իսկապես բեմադրված չէր, ես ուղղակի մոռացել էի տեքստը։ Ես մի քանի անգամ մի ներկայացման մեջ, ավտոբուս ներկայացումներ, խեղդման տեսարանը անընդհատ ասում էի տեսման խեղդարանը, այսինքն նախադասության մեջ թաց էի ասում այդ բառերը, առաջին անգամ երբ որ ասեցի, տեսա որ դերասանները ծիծաղում են ու չհասկացա ինչ է կատարվում, մեզ մոտ չկա այդպիսի բան, եթե բեմադրությունը դրված է այսպես, այդպես պիտի մնա։ Հետո ինձ ասեցին, երբ որ ներկայացումը ավարտեց, լիքա խեղդման տեսարանի փոխարեն ասեցիր տեսման մինչև մա շփոթում եմ։ Խեղդման տեսարան։ Տեսման խեղդարան էի ասում։ Երկրորդ ներկայացումը, երբ որ սկսվեց, ես էլի իմ մանալոգ արագ ասելու, մեջը նորից թարս այդ բառերը ասեցի։ Ու չզգացիր, որ ասեցի։ Ես չեմ զգում։ Արդեն տեսա, որ դիմացս Հովհաննեսն էր Բաբախանյան, կամաց նստում է։ Չի կարողանում ծիծաղել, որտեղ տրագիկ կոմեդիա է, տրագիկոմեդիա։ Հա, բայց այդտեղ ոչ մի ծիծաղի տեսարան պիտի չլիներ։ Մի խոսքով միացա առայժմ հեռացնեմ պատմեմ, 4-րդ անգամ էլ դա եղավ, 4-րդ անգամ արդեն դերասանները բեմից դուրս եկան, էլ չդիմացան, տեսնում եմ դուրս եկավ, ասում եմ Աստված իմ էլի ես խա, այսինքն ծիծաղից, որ չծիծաղեն չեն կարողանում պահեն այդ ծիծաղը ու ինձ հետ դա է եղել, իսկ երբ որ ես տեքստերը եղել է 1-2 անգամ մոռացել եմ, միշտ Հրաչյա Հարությունյանն է եղել իմ պարտնյորը եւ միշտ փրկել է ինձ այդ վիճակից։ Ոնց է փրկել, իսկ ասել է քո տեքստը, թե։ Ինքն ասել տեքստը, հա։ Ես նույնիսկ չեմ էլ նկատել։ Հետո է ասել, ես ինչ բան պետք է ասեի, չես ասել։ Իսկ ես շատ ուշադիր եմ, ես մի անգամից եմ նկատում։ Հա, եթե ինչ-որ բան սխալ եմ ասել կամ ինչ-որ բան հանկարծ պահի տակ ներկայացման ընթացքում սխալ է գնում, ես դա մի անգամից հասկանում եմ ու անընդհատ մտածում եմ ոնց անեմ, որ իրավիճակը արագ փոխեմ, որ ներկայացումը չտուժի։ Հա, այդպիսի պահեր անշուշտ լինում են։ Կպավ տակից, չէ՞։ Հիմա, ահա։
Հիմա աղը ավելացրեցինք մառանիկի, ծովի աղեի դեպ, ծովի աղը մի քիչ շատ կանա չվախենաս։ Հա? Չէ, ես աղասեր աղակեր եմ։ Աղասեր աղակեր ես, իսկ դու կարող հանգիստ արա, մեկը ես եմ ուտելու դա։ Ժաննա ջան, հա, դու ես ուտելու։ Ուրա, որ։ Բայց մի պայմանով ես դու ուտելու, որ հիմա քո մոնոլոգներից մեկը ասելու ես։ Չէ։ Ինչ։ Չէ, ես ասեմ ինչի, որովհետև մոնոլոգը ներկայացումից բխած, ներկայացմանը կպած, եւ մենք չենք հասկանա ներսի, հա, հատվածը, եւ եթե ես ուղակի կանգնեմ եւ ասեմ, առնվազն անհեթեթ ինչ որ իրավիճակում կհայտնվեմ, եկեք խուսափենք դրանից։ Չէ։ Չէ, չեմ ասելու։ Տես բոլորը ասում են Ժաննա ջան։ Չէ, չեմ հիշում։ Չեմ Բայց ասում եմ հիշում եմ։ Չեմ հիշում։ Հիշում եք, չէ՞ որ ասում եմ հիշում եմ։ կլինի։ Չէ, ազնիվ խոսք անհեթեթ կլինի։ Լավ, գոնե երկու նախադասություն։ Որևիցե մի ներկայացման։ Որևէ մի ներկայացման երկու նախադասություն։ Որը ասեմ։ Որը ուզում ես, որն է հենց հիմա քո մտքին գալիս։ Մեր ներկայացումից փոքրիկ հատված ասեմ։ Ասա։ Բայց դիալոգ է։ Ասում է իդեպ այդ ներկայացումից կարող եմ պատմել, փողոցի վրա ենք խաղում ներկայացումը, պատկերացնում եք։ Փողոցի։ Աբովյան փողոցի վրա։ Գեղագիտության ազգային կենտրոնը վստահ եմ գիտեք։ Հանդիսատեսը տան անմիջապես հետևն է։ Դուք կենտրոնում եք ապրում փաստորեն։ Այո, միշտ։ Ես նախանձում եմ Լիկա ջան։ Ոչ մի նախանձելու բան չկա։ Շատ արագ տեղաշարժման առումով շատ հարմար է կենտրոնում ապրել։ Չէ, հակառակը, չէ։ Որովհետև կենտրոնում միշտ խցանում է։ Դե ոդկով տեղաշարժման ես նկատի ունեի, որովհետև կենտրոնում ես ոդկով չեմ տեղաշարժում։ Հա, չէ, ես ոդկով տեղաշարժվում եմ կենտրոնում։ Եվ շատ ավելի հարմար է, քան օրինակ քաղաքի ծայրամասերից կենտրոն հասնելը։ Երբ դու 2 ժամից ավել ծախսում ես միայն կենտրոն հասնելու համար, հա, բայց դուք երևի չեք հասկանա Լիկա ջան, այդ ինչա դե դուք կենտրոնում եք ապրում, ո՞նց պիտի հասկանաք։ Հասկանում եմ, որովհետև կենտրոնում ապրում եմ, բայց աշխատում եմ ոչ կենտրոնում։ Եվ այդ ծայրամասից պիտի գամ հասնեմ կենտրոն։ Բավական բարդ է։ Ներկայացումը խաղում ենք փողոցի վրա, հանդիսատեսը ապակիների հետևից նայում է մեզ։ Մենք խաղում ենք միկրոֆոններով։ Ահա։ Նորմալ չի, չէ, որ այդ բառը հայերեն չեմ հիշում, ինչևէ։ Կներես հետո։ Ահա։ Եվ մենք փողոցի վրա ապրում ենք մի ամբողջ կյանք, հանդիսատեսը ներսից նայում է։ Ինքը որպես ֆորմա շատ հետաքրքիր է եւ մեր հանդիսատեսը իրականում շատ սիրել է։ Հիմա ինչի եմ այսքան երկար պատմում, որ մոտավորապես պատկերացնեք ինչի մասին է խոսքը։ Գործարան։ Ինչ անեմ։ Թաթախի ձվի մեջ, հետո մառանիկի պաքսիմատի։ Ես այստեղ բաներ ավառվում, գոնե փրկեմ։ Հետո կներես ընդհատեցի։ Սենց ուղակի թաթախեմ, հետո նրա մեջ թաթախեմ բոլոր կողմերից։ Այո, պիտի տապակի։ Ես ուղակի պիտի կամ կենտրոնանամ խոսելուց վրա, կամ կենտրոնանամ գործ անելու վրա։ Լավ, հիմա փորձեմ համատեղել։ Ահա։ Ուրեմն իմ կերպարը ասում է մյուս կերպարին, նայում է մարդկանց, ովքեր քայլում են փողոցում ու ասում է Ինչ ես կարծում, ինչի ենք մենք սպասում, իսկ նրանք ոչ, իսկ թե ինչի են սպասում, դա ամբողջ ներկայացման ընթացքում տենց էլ հարցական է մնում, եկել են թատրոն ինչ-որ կաստինգի ու թատրոնի դուռը փակ է, ու ամբողջ ներկայացման ընթացքում տպավորություն է, որ մեկ հենց ռեժիսորին են սպասում, որ գա, մեկ աստծուն են սպասում, այսինքն շատ սենց միքսված է, այսինքն համ խոսում են նրանից, համ նրանից, ու ամբողջ ներկայացման ընթացքում մարդիկ, այսինքն մարդը հասկանում է նենց ոնց ինքն է հասկանում այդ ներկայացումը։ Այսինքն ինչ-որ պահի հասկացվում է, որ հա, հենց են ռեժիսորին են սպասում, որովհետև կաստինգի են եկել, հետո ինչ-որ պահի աստծո թեմայից են շարունակում խոսել ու երբ որ ես ասում եմ, ինչ ես կարծում, ինչ ենք մենք սպասում, իսկ նրանք ոչ, նրանք նկատի ունենալով այդ փողոցի մարդկանց, ովքեր ակամայից դառնում են ներկայացման հերոսներից մեկը եւ չիմանալով, որ իրենք հետաքրքիր է։ Գալիս անցնում են ուղղակի, հանդիսատեսը իրենց տեսնում է, իրանք ներկայացման մաս են կազմում, գալիս են մեզ հարցնում են, «Էս ինչ է, այստեղ կատարվում», ասում ենք, «Դե ներկայացում ենք խաղում»։ Ասում եմ, «Ինչ ենք մենք սպասում, իսկ նրանք ոչ», ասում է, «Նրանք չգիտեն»։ Ինչը չգիտեն, դե որ նա գալու է։
ու հարցականա, այդ ռեժիսորի մասին է խոսքը, որ ռեժիսորը գալու է, թե որ Աստված ի վերջո գալու է, որտեվ Աստված ասել է ես գալու եմ, չէ՞։ Իսկ դու ինչ ես խոսքով շատ հետաքրքիր է։ Չգիտեմ։ Չգիտես։ Ինչ պիտի անեմ Ու Վիկա։ պիտի գա։ Այստեղ ենք արդեն։ Սա կարող ես արդեն թող մի քիչ տաքանա, տապակենք, թող այստեղ։ Այստեղ դնեմ։ Իսկ ճիշտ եմ արել։ Շատ, ամեն ինչ շատ ճիշտ ես արել։ Ես այս փոքրիկ հատվածներն էլ եմ թաթախում ձվի մեջ։ Ճիշտ ես անում։ Ոչ մի ավելորդ համեմունք, այսինքն չի լինում, բայց ոչ մի համեմունք այստեղ չեմ ավելացնում։ Այստեղ միայն եւ միայն աղ էր։ Այդտեղ աղ միայն ավելացրեցիր։ Հա։ Ես ոնց որ փորձում եմ նաև բաղադրատոմսը վերցնել, որ գնամ տանը պատրաստեմ։ Շատ լավ, հետո կպատնես ինչպես ստացվեց, ամեն դեպքում աղ ես անընդհատ պիտի պատատեմ։ Իսկ դա եթե անեմ սովորական աղով չի լինի։ Կլինի, ինչի չի լինի։ Պարզապես մառանիկի ծովի աղը ավելի օգտակար է, քան հա, հասկացա։ Ավելի օգտակար է։ Դա։ Մի քիչ էլ թողնում ենք փակ կափարիչով։ Կարծում եմ փառահեղ է, Լիկա ջան։ Ինչ կասես։ Շատ գեղեցիկ է, այստեղ արդեն կարող ենք դնել եւ տապակել։ Կարակով։ Ինչ լավ է, կուտեմ ու կգնամ աշխատանքի, սողացել չեմ մնա։ Սրանց հետո այդպես ենք անելու։ Եթե Իսկ կլինի ինձ էլի հրավիրեք ես հաղորդման հյուր։ Ինձ կերակրեք ու ես գնամ աշխատանքի, կլինի այդպես։ շատ լավ է Ժաննա ջան, սա էլ տուր, որ հավասարաչափ բոլորը տապակվեն։ Լավ, ուրեմն վերջին երկուսը ես կանեմ ավելի արագ։ Այստեղ պիտի տաղանդս ցույց տամ, որ ես ավելի արագ եմ էլի կարողանում։ Ամեն դեպքում սաղմոնը աղ չի արել, պետք էլ չէր անել։ Այ հիմա դրա համար արի մի քիչ ավելացնենք։ Շատ լավ։ Այս երկուսը ես տեղադրեմ, հա։ Հա, արի այս մեկն էլ աղանենք վրան, արի տեղադրի եւ տապակի։ Ինք իրան կտապակվի, Լիկա ջան։ Չէ, ինք իրան չի տապակվի։ Բա ոնց ես օգնեմ, որ տապակվի։ Դու պիտի շրջես։ Բայց սաղմոնը շատ փափուկ է, ես վախենում եմ։ Դրա համար երկու գործիք ես օգտագործում։ Տեսնենք երկու պատառակախ։ Շատ Դրեմ եւ հանգիստ կարողանաս արդեն կարող ես հեռացնել։ Հեռացնեմ, չէ։ Այո, ես էլ հեռացնեմ, որովհետեւ էլ չենք օգտագործելու։ Սիրելիներ, դուք կարող եք տեսնել բաղադրատոմսը ձեր էկրանների վրա եւ խնդրում եմ դրական մեզ ինչեր գրեք, մոռանում եմ այդ բառը։ Կոմենտներ, Մեկնաբանություններ գրեք եւ դրական էներգիա ուղարկեք։ Միանշանակ։ Եվ հիմա դուք կտեսնեք բաղադրատոմսը ձեր էկրանների վրա, իսկ մենք արդեն պատրաստվում ենք համտեսելու։ Ժաննա ջան, հա, ձուկը դու սիրուն տեղադրի։ Իսկ ոնց են սիրուն տեղադրում։ Շուրջը, քո ափսեի շուրջ։ Սրանով։ Այո։ Նաև կարելի է կանաչիով Շատ գեղեցիկ է։ Քո ձեռքերով քո ուտե։ Դու ասում ինչ անում եմ տանը։ Դե որովհետև էս անհարմար սարք է։ Հա, այդպես է պետք, դե ասեք։ Տես հիմա ես արդեն սովորեցի, Լիկա ջան։ Ես խնդիր չեմ տեսնում։ Ուրեմն դու շատ հաճախ կգաս իմ հաղորդմանը, որպեսզի ես քեզ սովորացնեմ այդ գործով բռնել։ Չարություն արեցի, մեծ վերցրեցի, դրա համար Լավ ընկավ։ արեցիր, անուշ լինի։ Մի հատ պիտի դնենք, թե երկու։ Դու քանի հատ կուտես, այդքան էլ դիր։ Ես ամբողջը կարող եմ ուտել, Լիկա ջան, բայց եթերային չի ուղղակի, որ ամբողջը դնեմ։ Դուր, Ժաննա ջան։ Կարծում եմ այսքանը բավարար է։ Ահա, Իսկ կանաչին քեզ կներես, պրես արած կանաչի արդեն։ Լավ խոհարարները այսպես չէ, ինչ որ հերվից կանգնում սենց։ Կամ էլ այսպես։ Հա, կամ այսպես կրակներ բաներ են անում։ Հիմա ես։ Ժաննա ջան, խնդրեմ, համտեսիր, փորձիր, քո կարծիքը ասա։ Լավ խոհարարա։ Դու ասա, Լիկա ջան, ես գիտեմ, որ ես համեղ եմ պատրաստում, ես շատերն են էլի ասում, որ համեղ ձեռք ունեմ։ Շատ համեղ ձեռք ունես։ Ժաննա ջան, իսկապես շատ համեղ ձեռք ունես, այդ սոխը եթե դու այդպես չկտրատեիր, հաստատ էս համը չէր լինելու։ Վստահ եմ։
Իսկապես համեղեղ պատրաստեք եւ անպայման չմոռանաք, նաեւ կարող եք միանալ մեր YouTube-յան ալիքին։ Իսկ մենք կհանդիպենք մի շաբաթ։ Հաջողություն։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։